Չմոռացված անցանք։ Ստեփանավանի բնակիչ Գագիկ Կարապետյանը 2010 թվականին դատապարտվել է ազատազրկման խմբակային գողության հոդվածով, սակայն միայնակ է կրել ոչ միայն պատիժը, այլև փոխհատուցել է տուժածին հասցված նյութական վնասը։ Հանցավոր խմբի բացահայտման, արդարության վերականգնման համար պայքարող նախկին դատապարտյալի մայրը շուտով ինքն է խնդիրներ ունեցել օրենքի հետ։ Պատկան մարմիններից շարունակ պարզաբանումներ պահանջող կնոջ նկատմամբ մի քանի անգամ քրեական գործ է հարուցվել, նույնիսկ հայտնվել է ճաղերի հետևում։ Ես Սուսաննա Բարոյանս իմ ընտանիքով ապրում եմ Ստեփանավան քաղաքում։ Ունեմ 2 դուստր, 1 որդի։ Որդուս դեմ մեկ օր մի մեղադրանք առաջադրեցին, որի համար իր ազատությունը կորցրեց։ Երբեք ոչ մի անգամ ես չեմ մտածել, որ կարող է պատահի ես հայտնվեմ այս պատմության մեջ եւ առնչվեմ մի հանցագործության գողության հետ։ Այդ ժամանակ ես արտիր գրում էի։ Որդից Գագիկ Կարապետյանը աշխատում էր Հրշեջ փրկարար ջոկատում։ Իսկ դուստերս ապրում է Ֆրանսիայում, որը միշտ մեզ օգնում է։ Մայրս թոշակառու է։ Ինչպես կարող էր իմ որդին գողություն կատարել։ Ինչից դրդված պետք է կատարեր գողություն, երբ որ իմ ընտանիքը եղել է ապահոված։ Իմ ընտանիքի վիճակը բարելավ է եղել։ 2010 թվականի հունիսի 26-ին Լոռու մարզի քննչական բաժնի կողմից անհայտ անձի կողմից գողություն կատարելու փաստի առիթով տուժողի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, իսկ օրեր անց Երևան քաղաքում ձերբակալվում է իմ պաշտպանյալ Գագիկ Կարապետյանը։ Ձերբակալման օրը գիշերային ուշ ժամը 23-ից հետո նրան հարցաքննել են որպես կասկածյալ առանց պաշտպանի ներգրավման։ Ես այս գործով մասնակցել եմ գործի համարյա ավարտին, երբ ես առանձնազրույց ունեցա քրեակատարողական հիմնարկում Գագիկի հետ, նա ինձ պատմեց հետևյալը, որ իրականում մինչ իմ մասնակցությունը իր ծնողի կողմից ընտրած պաշտպանի ներկայությամբ ինքը ընդունել է հանցագործության կատարումը, այլ տարբերակ չի ունեցել, որովհետև վախեցել է ճնշումներից, կարծես թե մի պահ ինձ հետ էլ հաղորդակցվելը դժվար էր։ Տևական ժամանակ նրա հետ աշխատանք կատարելուց հետո վերջապես կարողացա նրա հետ զրուցել եւ վերջնական արդյունքում նա ինձ հայտնեց հետեւյալը։ Այն, որ 2010 թվականի հունվարին հեռախոս է գնաց եղել 40,000 դրամով Ստեփանավան քաղաքի ինչ-որ բնակչից եւ այդ գումարը ինչ-որ օրեր ուշացնելու պատճառով 120,000 դրամ գումար են պահանջել իրենից։ Այդ գումարը վերադարձնելու հետ կապված իր նկատմամբ եղել են ճնշումներ։ Այն աշճան, որ ինքը հաղորդել է մորը, որ եթե այսպես շարունակվի, կամ իր կյանքն է վտանգի դրվելու, ինքն է ինքնասպան լինելու, կամ իրեն են սպանելու։ Այս բոլորը քրեական գործի նյութերում առկա են։ Որդիս ասաց, որ Ստեփանավան քաղաքից մի խումբ տղաներ իրեն անհանգստացնում են։ Զանգահարեցի Ստեփանավանի ոստիկանության բաժին եւ խնդրեցի օգնություն։ 2 օր անց որդիս նորից զանգահարեց ինձ, որ մամա, ինձ վրա հարձակվել են, մոլորած վիճակում էի, չգիտեի ինչ անեմ, հեռու էի։ Որդիս այստեղ մենակ էր եւ ձեր մայրս էր, ուրիշ ոչ մեկը չկար, ոչ ոք չուներ որդիս։ Մայրը հաղորդում է արտերկրից Ստեփանավանի ոստիկանության բաժին, որ որդու կյանքի նկատմամբ ռեալ վտանգ կա, ուշադիր լինեն։ Թողնվում են նյութերը անհետևանք։ Ոստիկանների անտարբերությունից որդիս մեկ օր հայտնվեց Սովետաշենի բերդում ճաղերի ետևում խմբակային գողության համար, որին որդուս մեղքը չկար։ Ընդամենը որդիս դարձավ զոհ։ Հերթական անգամ իր նկատմամբ ճնշումները լինում են այն աստիճան, որ ինքը հարկադրված համաձայնվում է դուրս գալ այդ հանցավոր խմբի հետ եւ նշում է մեքենայի համարներ, որ այդ մեքենայով իրեն տանում են Ստեփանավան քաղաքի մի բնակչուհու տան մոտ եւ մեքենայից իջեցնում են ու պարտադրում, որ իջնի ձեռքով հրի պատուհանի ապակին։ Պատուհանի ապակին հրում է ու բերում են մեքենան նստեցնելու։
Հետագայում արդեն ինձ համար հայտնի էր, որ դա անհրաժեշտ է եղել, որ մատնադրոշմային փորձաքննություն նշանակելիս Գագիկի մատնահետքերը լինեն ապակու վրա եւ եղել են ապակու վրա նրա մատնահետքերը։ Իբրև ապացույց, որ Գագիկ Կարապետյանը նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ գնացել է գողության քայլի։ Գնահատվել է իր իսկ դեմ տված ցուցմունքները որպես ինքնախոստովանական ցուցմունքներ, իսկ մնացած ցուցմունքները, որոնք որ ինքը հերքել է իր մասնակցությունը տվյալ գործով եւ նաեւ ասել է, որ ինքը սպառնալիքի ազդեցության տակ է գործել այդ հանցագործություն կոչվածը, իսկ այդ հանցագործությունը իրենից ընդամենը ներկայացրել է, որ ինքը խմբի դրդմամբ մոտեցել է պատոհանը հրել, ինքն ասում է ներս չեմ մտել, բերել են մեքենային նստացրել, որից հետո իր իսկ վկայակոչած այն Սուրենը, ով մտել է բնակարան, բերել է ցելոֆոնո տոպրակով այդ ոսկեղենը, հանձնել իրեն ու ասել Երևանի ոսկու շուկայում իրացնես կհանդիպենք ոսկու շուկայում։ Քրեական գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, հետագայում քրեական օրենսգրքի առաջին մասով լրացվեց մեղադրանքի ծավալը, զուտ այն հիմքով, որ հանցագործությունը կատարվել է խմբի կողմից։ Սրա համար որպես հիմք գործի նյութերից եմ ես դարձյալ վկայակոչում, որպես հիմք վկայակոչվում է այն, որ Գագիկ Կարապետյանը նշել է, որ երբ ավտոմեքենայով իրեն բերել են Երևան ցույց տալու ոսկեղենի վաճառքի այն կետը, որ ոսկու շուկայում վաճառելիս է եղել, իր հետ եղել է նաև տուժողը եւ ինքը տուժողին հայտնել է, որ ոմն Սուրեն Չիկ տվյալներով անձի եւ երկու այլ անձանց դրդմամբ է ինքը գնացել այս հանցագործության կատարման, ամեն դեպքում տուժողը արձագանքում է։ Տուժողի արձագանքի հիման վրա Թուրքի թաղ ինչ որ կոչվող թաղամասում գտնում են այդ Սուրեն տվյալներով անձին, ով ձերբակալվում է հետագայում Սուրեն Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել են նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ դրանից հետո արդեն կասեցվում է գործի վարույթը, այնուհետև մաս է անջատվում Սուրեն Մանուչարյանի եւ հանցավոր մյուս խմբի մասով, այդուհանդերձ այդ պայմաններում Սուրեն Մանուչարյան անձը դեռևս չկալանավորված, քրեական գործը արդեն ավարտվում է ու գործը դատարան է ուղարկվում եւ երբ արդեն մեղադրական դատավճիռը արձակվում է, մեղադրական դատավճիռը արձակվում է նաեւ խմբի հետ հանցավոր համաձայնությամբ փողոցան կատարման համար։ Լոռու մարզի դատախազության կողմից Սուրեն Մանուչարյանին կալանավորեցին եւ 3 ամիս պահելուց հետո նրան ազատեցին Սուրեն Մանուչարյան, իսկ որդուց Գագիկ Կարապետյանին դատապարտեցին 3 տարի 6 ամիս ժամանակով։ Խիստ ռեժիմով։ Բայց եթե Գագիկ Կարապետյանը մեկնաբանում է, որ ինքը տվյալ բնակարան չի մտել, անգամ տուժողը հայտարարում է, երբ Գագիկը մտավ բնակարան, որ մատնացույց աներ, թե որտեղից է ոսկեղենը գողացել, ասում է, երբ բարձրացրին երկրորդ հարկ, նայեց, ասեց, ինչի ես այստեղ եղել եմ, այդպես էլ կա տուժողի ցուցմունքը։ Այդուհանդերձ Գագիկ Կարապետյանը բնակարան մուտք գործելու նաև մեղադրանքով դատապարտվեց։ Այն, որ ոսկին իրացրել է ոսկու շուկայում, դա անվիճելի է, բայց ոսկին իրացնել կամ դեպքի վայրում հայտնվել, դա դեռ չի նշանակում, որ գողության դիտավորությունը հիմնավորված է։ Ես գտնում եմ, որ տվյալ գողության հանցակազմի համար պահանջվող 4 տարերը բավարար չէին, որ Գագիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարվեր եւ դատարանն էլ մեղադրական դատավճիռ արձակեր։ Որդից դատապարտվեց, բայց խումբ չկա, խմբից ոչ մի մարդ, ոչ մի վկա, առերիսում ոչ մի բան չի կատարվել, միայն դատարանում եղել է որդից Գագիկ Կարապետյանը եւ այդպես էլ դատապարտվեց։ Ճիշտ է, ըստ էության քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերի տակ են ընկնում այս մեղադրանքները։ Կարելի ասել, որ տվյալ հոդվածի սանկցիայի համապատասխան այսպես թե այնպես սանկցիան նույնը պետք է լիներ, համենայն դեպս անձը իր իսկ կատարած արարքի համար պետք է պատասխան տա։ Եթե չկա խումբ, ուրեմն թող այդ հոդվածի այդ կետով մեղադրանքը չառաջադրվեր,
իսկ եթե առաջադրվել է, ուրեմն համապատասխան անձանց մասով բարի լինեին համապատասխան գործողություններ կատարեին, ինչպես Սուրեն Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է ստորագրությամբ, բարի լինեին Գագիկ Կարապետյանի նկատմամբ էլ փոխեին ստորագրությամբ, ընթացքում, եթե կբացահայտվեր խումբը, համապատասխան խմբի համար թող պատասխան տար, եթե ոչ, գոնե այդ մեղադրանքից հրաժարվեին։ Երևանից դուրս գալիս իր հեռախոսի վրա զանգ է եկել, կանգնեցրել է մեքենան եւ ասել է հեռախոսի հետ կապված հարց կա, ես պետք է իջնեմ։ Վարորդը նկարագրել է տուժողին, թե ինչ այլայլված վիճակում է եղել Գագիկ Կարապետյանն այդ պահին։ Ես միջնորդեցի պահանջել վերծանումները Գագիկ Կարապետյանի հեռախոսահամարի մուտքի վերծանումները, որով կպարզվեր, թե ով է եղել այն անձը, ով Գագիկ Կարապետյանին հետ է կանչել, նրան պահել են Երևանում 3 օր ըստ Գագիկ Կարապետյանին եւ Երևանի երիտասարդական մետրոյի մոտ վերել իջեցրել են, Գագիկը ներկայացնում է նաեւ ավտոմեքենան ինչ մեքենա է եղել, վերել իջեցրել են այդտեղ հեռախոսը միայն այդ պահին նրան հանձնելով ու անմիջապես Ստեփանավանի ոստիկանության բաժնի աշխատակիցները նրան Երևան քաղաքում ձերբակալել են։ Այս պայմաններում թերի քննության արդյունքում Գագիկ Կարապետյանը ըստ իս ենթադրությունների հիման վրա, որը օրենքի կոպիտ խախտում է, մեղադրվեց եւ դատապարտվեց մի արարքի համար, որում նրա մեղքը չկար։ Քրեական դատավարության օրենսգրքի 104-107 հոդվածների պահանջների խախտում է թույլ տրվել, որտեղ բավարար ապացույցների առկայության պայմաններում միայն տվյալ մեղադրանքը համարվել հիմնավորված։ Բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննության արդյունքում ընդհանրապես պետք է այս մեղադրանքը եթե անգամ առաջադրվել էր, գոնե մեղադրանքից դատարանում պետք է հրաժարվեր մեղադրողը, որին չգնալ ինքնին նշանակում է, որ իրականացվել է միակողմանի քննություն։ Այսինքն քրեադատավարական օրենքի պահանջի համապատասխան պետք է դատարանը հանդես չգար մեղադրանքի կողմում, այլ դատարանը իրավունքի պաշտպանության դերում պետք է հանդես գար։ Խմբի համար Գագիկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելը ի սկզբանե ճիշտ չի եղել։ Իսկ դրանից հետո մեղադրական դատավճիռ արձակելը պարզապես կարելի է ասել, որ օրենքի կոպիտ խախտում էր, խախտվել է քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի, ինչու՞ չէ Եվրոկոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները արդար դատաքննություն չի իրականացվել։ Այս պայմաններում ցանկացած ենթադրություն պետք է գնահատվեր հօգուտ մեղադրյալի։ Այնինչ Գագիկ Կարապետյանի ինքնախոստովանական ցուցմունքները, տուժողի միմյանց հակասող ցուցմունքները, որ տուժողը Գագիկ Կարապետյան չի էլ տեսել, այդուհանդերձ տուժողը խոշոր չափի վերաբերյալ ընդունենք հայտարարություն է տալիս սկզբնական շրջանում գումարի չափը ավելի պակաս, հետո ավելացնում է մի քանի անգամ ու հանկարծ Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվում, ես կասեի իր իսկ ցուցմունքի հիման վրա եւ այդ մատնահետքի հիման վրա։ Հարցը նույն պատժաչափին չի գնում, հարցը նրանում է, որ ցանկացած անձ պետք է պատասխան տա իր իսկ կատարած հանցագործության համար։ Եթե տվյալ հանցագործությունը, այսինքն հանցավոր խմբի հետ համատեղ հանցագործության կատարումը տվյալ մեղադրանքը հիմնավորված չէ, ես գտնում եմ, որ դա մեղադրանքից ավալից պետք է դուրս մնար։ Իսկ եթե դուրս չի մնացել, կնշանակե ակնհայտ անմեղ անձ է մեղադրվել տվյալ հանցագործության կատարման մեջ։ Ես այսպես եմ հիմնավորում, դա օրենքի պահանջն է։ Առավել ևս, որ քրեական դատավարության օրենսգրքում կա հոդված, որ ասվում է հանցագազմի 4 տարրերը պետք է պահպանվեն։ Եթե չի պահպանված, ուրեմն անձը չի կարող մեղավոր ճանաչվել, որի պայմաններում Գագիկ Կարապետյանը թերի քննության արդյունքում դատապարտվեց մի արարքի համար, որում չկար իր մեղքը։ Փորձեցի արդեն տարբեր ատյաններ դիմել, տարբեր տղեր էի բողոքարկում, որպեսզի կարողանամ ինչ-որ հարցում որդուս օգնած լինեմ։ Հետք թերթի լրագրողը եկավ Ստեփանավան, ես ուղեկցեցի, մենք միասին գնացինք Ստեփանավանի ոստիկանության բաժին, ոստիկանության շենքում աշխատանքի ժամին մարդ չկար եւ լրագրողը խնդրեց հարցազրույց, ես ոստիկանության շենքում միջանցքում հարցազրույց տվեցի։
Երբ մենք դուրս եկանք, ժամեր անց ես իմացա, որ արդեն նյութեր են նախապատրաստվել։ Իբրև թե խուլիգանական արարք եմ կատարել ես ոստիկանության շենքում եւ նրանց աշխատանքները խանգարել եմ։ Ես լրագրողին չէի հրավիրել Ստեփանավանի ոստիկանության շենք, որ աշխատանքները խանգարեմ։ Գնացել եմ ես որպեսզի կարողանամ որդուս օգնեմ, որպեսզի լրացուցիչ տեղեկատվություններ իմանամ, որպեսզի կարողանամ բացահայտեմ այդ հանցախումբը։ Ինձ վրա քրեական գործ են հարուցում, մի քանի օր անց քննիչ ինձ հեռախոսազանգով հրավիրեց իրեն մոտ, իբրև թե այդ խմբի անդամներից ինչ-որ մեկի հետ առերեսման։ Ինձ հանկարծակի բերելով ձերբակալեցին ոստիկանության բաժնում եւ այդտեղ ես մնացել եմ 72 ժամ։ Ես իմացա, որ Սուսաննան ոստիկանության շենք է գնացել որոշակի պարզաբանումներ ստանալու իր որդու հետ կապված հանցավոր խմբի բացահայտման հետ կապված ինչ աշխատանքներ են կատարվել։ Արդյունքում ստացվեց այնպես, որ եթե վեր եմ հիշում այդ մեղադրանքը Սուսաննայի նկատմամբ 258 հոդվածի առաջին մաս ձևակերպված էր այսպես, որ իրավապահ մարմինների աշխատանքը խաթարել է, հասարակական կարգը խանգարել է ոստիկանության շենքում, թե ինչ հասարակական կարգ է խանգարել ոստիկանության շենքում, ինձ համար համենայն դեպս իրավաբանորեն մութ էր այդ ձևակերպումը։ Այդուհանդերձ այս մեղադրանքի շրջանակներում Սուսաննան հայտնվեց դատապարտյալների հոգեբուժարանում։ Վերջ անցած 2 օր Ստեփանավանի ոստիկանները եկան եւ իրենց մեքենայով ինձ տարան դատապարտյալների հոգեբուժարան, Սովետաշեն։ Սովետաշեն մնացի ես 20 օր 32 հիվանդի հետ։ Դուք պատկերացնում եք նորմալ մարդը հիվանդների մեջ մնա 32 հիվանդի հետ մնա։ Այն դեպքում, երբ որ Սովետաշենի բերդում էր տվյալ պահին որդիս, նրան մոտ այցելող չկար, նրան հաց տանող չկար, ստրես է ապրում միայն։ Այդ հիվանդների աղմուկը քնել եմ աթոռի վրա 20 օր, որից հետո բժիշկը հեռախոսով զանգահարեց քննիչին եւ ասաց, որ վիճաբանեցին, ասեց, ինչու ես ուղարկել նորմալ անձին այստեղ։ Դու պարտավոր էիր ուղարկել, եթե ինչ-որ կասկածներ ուներ, պոլիկլինիկա, ստուգեին, որից հետո նոր ուղարկեիր ստացիոնալ բուժման։ Փաստաթուղթ տվեցին, որ ես հոգեկան հիվանդությամբ չեմ տառապել եւ չեմ տառապում։ Ես նորից սկսել եմ բողոքարկել։ Բողոքարկելու հիման վրա քննիչը իմ դեմ գործ է հարուցել քրեական, իբրև թե ես խուլիգանություն եմ կատարել, սպառնալիքներ եմ տվել տանտիրոջը։ Ինքը տանտերն է նույնիսկ դատանում ասում, որ ես իր հետ ընդհանրապես վիճված չկամ։ Ես գնացել եմ դատական նիստի, դատանից դուրս գալով տեսնում եմ 10 ոստիկան ինձ են մոտենում, 10 ոստիկան փորձում են ինձ ձերբակալելու եւ ինձ քաշելով, հագուստս պատրելով, հայհոյելով ինձ հանեցին, ձեռնաշղթակցեցին ձեռքերս եւ Ստեփանավանի ոստիկանության մեքենանից նստացեցին տարան Ստեփանավանի բաժին, որից հետո 72 ժամ հետո դատավորը ինձ 1 ամիս կալանավորեց եւ ուղարկեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Սուսաննա Բարոյանի մասով կալանքը որպես խափանման միջոց ընտրելը իրավաչափ չի եղել այնքանով, որ նախկինում չարատավորված անձ, ով հոգեկան ստրեսների մեջ է, ում ընտանեկան վիճակը պետք է գնահատվեր, խնամքին հիվանդ մայրը, ընտանեկան վիճակը, որդու շահերից ելնելով արդարության համար պայքարող ու արդյունքի չհասնող խափանման միջոց ստորագրություն ընտրելը ես գտնում եմ կլիներ օրինաչափ։ Այս պայմաններում իրավաչափ չէ եւ ի վերջո կալանավայրեր անձիկ ուղարկելով չէ, որ հանցավոր անձը ուղղման ճանապարհին է կանգնում։ Դա միանշանակ իմ դիրքորոշումն է, որ անձի նկատմամբ հնարավոր քիչ դեպքերում, բացառիկ դեպքերում կալանքը որպես խափանման միջոց ընտրվի, առավել եւս կին արմատի պայմաններում։ Այսինքն ես 1 ամիս էլ առանց այն էլ դժվել էի, 1 ամիս էլ կալանավայրում մնացի եւ այս բոլորի համար մինչև հիմա մենք ենք պատասխան տալի այդ հանցախմբի պատճառով։ Եթե ժամանակին ոստիկանները հանցախումբը բացահայտեին եւ որդուս անվտանգությունը ապահովեին, այս վիճակի մեջ մենք չէինք հայտնվի։ Բնական է, որ քրեական գործով կա քաղաքացիական հայց, քրեական գործով քաղաքացիական հայցը ուղղված է Գագիկ Կարապետյանի դեմ,
չկա խումբը, բայց կա արդեն դատապարտված անձ, ով պարտավոր է տուժողի վնասը փոխհատուցել, որի պայմաններում էլ այս ընտանիքը ընկել է նյութական ծանր կացության մեջ, ինչու՞ չէ նաև հոգեբանական մեծ ստրեսներ է տարել մայրը, ինձ հետ համատեղ իր բողոքները հնարավոր բոլոր ձևերով փորձել է ներկայացնել, որ կարողանա ապացուցի իր որդու անմեղությունը, բայց ձայն բարբարո անապատի։ Որդիս դատապարտեց խմբակային գողության համար եւ միայնակ կրեց պատիժը եւ իրեն ամբողջ գույքով պատասխան տվեց, որը մինչև այսօր դեռ այդ պատասխանատվությունը տուժողի, այսինքն ում բնականից գողություն է կատարվել, դեռ չի վերջացել։ Հանցագործները ազատության մեջ քայլում են, իսկ որդիս ես մեր ընտանիքը ամբողջ տուժվել ենք։ Ով է տեսել նորմալ մարդուն ուղարկեն դատապարտյալների հոգեբուժարան, այնտեղ 20 օր մնա, առանց հիմքերի, առանց ապացույցների, այսինքն իմ որդին եւ դատապարտվեց, եւ տուժվեց, եւ խիստ ռեժիմ նստեց, եւ ինձ ձերբակալեցին, եւ ինձ ուղարկեցին դատապարտյալների հոգեբուժարան, եւ կալանավորեցին։ Այս պայմաններում ես գտնում եմ, որ թույլ է տրվել մարդու իրավունքների լուրջ խախտում, մարդը գրել է մի պատիժ, որը չպետք է գրեր։ Գուցե եւ տվյալ գողության կատարման հետ կապված այլ հոդվածով պատասխանատվության հարց առաջացնեին, բայց ոչ այն կետերով, որ տվյալ մեղադրանքը առաջադրված է։ Տվյալ գործով ուրեմն ես դատական բոլոր ատյաններով անցել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, Վճռաբեկ դատարանից վերադարձվեց բողոքը, ներկայումս գործը միեդում է, ինչ փաստաթղթեր պահանջում են, փորձում ենք ներկայացնել, նաև ընտանիքի մասով կապված Սուսաննա Բարոյանի նկատմամբ ցուցաբերված այս գործողությունների հետ։